Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ պատգամները մեզ փոխանցելու եւ մեր տկար հոգին զորացնելու, մեր կիսասուրբ հոգին ավելի սրբացնելու, մինչև Քրիստոսի լման հասակին հասցնելու։ Ամեն։ Եկեղեցի գալու, պաշտամունքին միանալու նպատակը ձեր մեղքերն ավելի ճանաչեք, ավելի գարշեք, ձեր պիղծ գործերից Հիսուսով ազատագրվեք եւ Քրիստոսի լման հասակի չափն ունենալով պատրաստվեք հափշտակությանը։ Էսա։ Իսկ դրան նպաստելու համար մենք օրորի պիտի օրդորենք, որ դու ավելի շատ խաչ կրեք, որտեվ հիշում եք Մարկոս ավետարանի 3-րդ գլխի վերջի մաս ասում է ամեն մարդ կրակով է աղվում եւ ամեն զոհ աղով է համով դառնում։ Կրակը լավ բան, ասում է ձեր անձերում իրականից այդ աղը, կրակը, խաչն ունեցեք, որ իրականից համով հավատացյալներ դառնաք եւ առաքինի դառնաք, ամեն։ Բոլոր դարաշրջանում ինչքան խաչի քարոզչությունը շատ է եկեղեցում, այնքան ժողովուրդն ավելի է սրբացել։ Ինչքան խաչի քարոզչությունը քչանում է, այնքան եկեղեցու որակն է անկնում, ամեն։ Դրա համար ինչպես մեր վարդապետական գրքին սկազմի վրա գրված է խաչը երկինքի դրամ բանալին է, տուն ունես, բայց բանալի չեն տվե, վկայական չեն տվե, եկել ես կանգնել ես դռան դեմը, բայց չես կարողանում ներս մտնես, ինչ օգուտ ունի այդ տունը, որ քո անունով է կամ ասել են քոնն է, բայց իրականում այդ տունը չես կարող վայելել։ Այո, երկինքը ձերն է, բայց որ խաչ չունեք ձեր ուսին, եսասեր եք։ Իսկ եսասեր մարդիկ չեն կարող մտնեն այդ տունը ու վայելեն, ամեն։ Դրա համար մեկին օրդորեք, որ խաչ կրեն։ Պողոս առաքյալն ասում է ամեն անոնք, որ կուզեն աստվածապաշտությամբ ապրել, խավար աշխարհի կողմից պիտի հալածվեն։ Սմիթն ասում է, չէ՞ Օսվալդ Սմիթը, այն անոնք, որ իրոք Աստծո զավակներ են, այս աշխարհի կողմից նենք, չար վերաբերմունքի պիտի արժանանան, պիտի հալածվեն ու ատվեն։ Ուր է մեր հալածանքը, եթե շնացող բառը քո հետ կապ չունի, բա ինչու քեզ չեն ատում շնացողները։ Եթե դու ասում ես ով աշխարհ, ով կրոնավոր աշխարհ, քո գործերը չար ու պիղծ են, դու չես փրկվի, կկորես, բա ինչու չեն ատում։ Կամ չես կարոզում, կամ չես վկայում, կամ կյանքը չես ապրում, կամ լույսը խամրեցրել ես։ Մի բան կա, որ քեզ չեն էլ հալածում, հələ ավելի իրեն կոպիտ ասած իրանց աչքի լույսն ես, քեզ սիրում, հարգում են, ոնց կարա խավարը քեզ սիրի, ոնց կարա Բելիարը քո հետ հաշտ լինի, ուրեմն դու Բելիարի պատգամավոր ես դառել, որ հաշտվերը առաջ ատում էր, հիմա չէ, առաջ հալածում էին, հիմա չէ, առաջ քո երեսը չէին նայում, հիմա տանում են պատվոտեղերն են նսցնում խավար մարդկանց խնջույքների մեջ։ Դե քեզի հարց դու ինչու է այդենց 100% ներսդ փոփոխություն ա կրե եւ քու գործունեության մեջ սատանայի ուզած բաներն ա ներմուծվե ամեն դրա համար չի հալածում չի հալածի ես վիճակով չես ապշտակվելու մնալու ես իր ճիրաններում տանջվելու Հադոր համար Աստված դրել է սրտից նորից խոսեմ խաչելության մասին, խաչակրության մասին, որ մենք շատ այդպես պատգամներ ունենք, նա որ մարմնով չարչարվում է, մեղանչելուց դադարում է։ Հիմա սիրելի Աստծո ժողովուրդ, գիտեք, որ առանց խաղաղության ու սրբության մեղ գործելով երկինք չեք մտնի։ Սերով պիտի մեռնեն ու բնաջիջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղ գործողները։ Հիմա ձեզի պետք է մեղանչելուց դադարեք, բայց ո՞նց։ Դասվաշնությամբ լեցուն աչքեր ունեն ու մեղանչել են չեն դադարում, անհաստատ օքիները կխափեն, ագահությամբ վարժված սրտեր ունեն, անիցյալ չար զավակներ են։ Հիմա մեզի պետք է ժողովրդին ազատագրենք մեղքից, ոչ թե սրբացնենք, հապա այդ սրբացածներին գործնական սրբեր դարձնենք, ոչ թե անապատում ասենք արդեն դուք Քանանի մեջ եք, ոչ տանենք Հորդանան ու անցկացնենք եւ ասենք ահա Քանանը։ Պարզ է։ Ուրեմն նա որ մարմնով չարչարվում է, հին մարդուց ազատվում է, իսկ ով հին մարդուց ազատվում է, մեղանչելուց դադարում է, նոր մարդը սկսում է նրա մեջ սուրբ կյանք ապրել, սուրբ կյանքի պտուղներ արտադրել, չներողը ներում է, չսիրողը սիրում է, ոնց որ բնազդաբար չէիր սիրում եւ չէիր ներում, հիմա երբ Քրիստոս քո մեջ դա հոգևոր բնազդով դու ներում ու սիրում ես, դա դառնում է քո հաճելի ցանկությունը, որ մի ժամանակ զզվելի էր, որ եսով էիր ուզում անել, ամեն։
բնազդաբար ես ներում, որտեվ դու արդեն ասում ես, բնազդաբար ես սիրում, բնազդ ասելով դու չես Քրիստոսը ներում, Քրիստոսը սիրում, Քրիստոս բժշկում, Քրիստոս մարգարեանում, դու այդ օրդություններն ես վայելում, ամեն, ալ ոչ թե դու հապա Իսուս Քրիստոս, իսկ եթե դու մեկին ատում ես, դատում ես, չարանում ես, եթե Քրիստոս քո մեջ լար, մարմինը մեռած պիտի լար մեղքին, ամեն, դու նոր սիրտ չունես աղոտ կարես, խաչելության ճանապարհը թող քեզ անցկացնի, քեզի նոր սիրտ, նոր հոգի շնորհի, առանց նոր սրտի դու չեք կարա բոլորին ներեք, սիրեք ու սիրով խաչ կրեք ու ասեք հայր ներա քանզի կույրա չի հասկանում, չես կարա ձևական կասես, քաստես տունը կատես նա լինի կսպանես այդ ում համար որ ձևական աղոթել ես, ուրեմն գրեք քարոզի բնաբանը հաստատող համարները, նա որ մարմնով չարչարվեցավ մեղանչելուց նա որ մարմնով չարչարվում է մեղանչելուց դադարում է, դա գրված է առաջի Պետրոս 4-րդ գլուխ 1-ից 2 խոսքերում, էլի առաջի Պետրոս 2-րդ գլուխ 19-ից 24-ում նույն բանն է հալածանքի է հորդորում մեզի որ մենք սիրով տանենք ամեն, որտեղ դա մեզի Քրիստոսանման բնությանը հաղորդ կդարձնի Առաջի Պետրոս 5:10-11 սաղ նույն բանն են ասում, որ քիչ մատեն նեղություն կրել են ետքը դու կատպիտի տերը գա կատարյալն է հաստատե զորաստեյու հիմնե։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2:13-14 շատ համարներ կա, բայց սրանք գրեք, կարևոր ուղի խոսող համարներ են։ Փիլիպեցիս 3:8-10 Հովանու ավետարան 16-րդ գլուխ 20-23 Եվ ամենակարևոր համարներից ուղի խոսող համարը երկրորդ Տիմոթեոս 3:12-ով կվերջացնենք, որտեղ ուղիղ ասում է, որ աստվածապաշտության ապրողը խաչ պիտի կրի։ Խաչը երկինքի դռան բանալին է։ Խաչ չկա, փրկություն չկա։ Խաչ չկա, խափուսիկ փրկություն կա։ Կիմանաս փրկված ես ապշտակությունը կլինի կմնաս ստե։ Հիմա ձեզ եթե քարոզապետ տամ, չեմ տա։ Եթե քարոզտամ ես էլ կմնամ ստե։ Ես կգնամ, Տերը մենակ ողորմություն ունա մնամ ուղիղ մինչև վերջ։ Իսկ դու կմնաք։ Իսկ եթե ես կեղծավոր քարոզ տամ, դուք մեղքի մեջ ցեսի ասեմ փրկված եք, որ խաչ չեք կրում, դուք ատում եք չեք, դու չարանում եք, ձններդ բարձրանում ա, չեք տեսնում, որ ատում եք այդ մարդուն, ում վրա չարացել եք։ Հա դե բնականաբար վատ բան պիտի անա, որ չարանաք։ Լավ բան արողի վրան երբեք չեն չարանում, ամեն։ Որտեղ դու ես ասել եք ձեզ ես մի հատ լավ բան են անում կդնեք գլխների դվրին ման կտակ այդ լավ բանն արողին բայց նույն ձևի հարգանքի կարժանացնեք նրանով գալու մազորները տրորում է թարախած պարկերը ցույց է տալիս կդնես գլխի դվրին ման ես օրտնվես դու որի կար թարախից պարկերը լույսի հանեցիր կասես Իշ գլխի վրան դնել գցես քացուտակ ինքան կծիծես որ Էլ չի կա երկրորդ անգամ այդ քո զարդարված շորերը թարախային այդ պալարներով չապականի։ Իսկ կեղտոտ հազիվ էի հոգևոր դարեն չի կարող խաղություն տվեցիր։ Բայց որ դու ես հոգևոր դարձողը, այդքան էլ հազիվ դիմանաս էլի ամեն։ Հիմա ընթերցում եմ, որտեղ ժամանակը կարճ չեմ ուզի որ թեմաների վրա արագացնեմ, մանրակրկիտ բացատրում եմ ձեզի։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 1-2 Փրկված կյանքեր Ովքեր մեղք չունեն փրկված կյանքերը նրանք են Ովքեր մեղքի մեջ են կորսված կյանքեր են ամեն Քանի որ Քրիստոսը մեզի համար չարչարվեցավ մարմնով նա հենց եկել է մեզի օրինակ ցույց տվել Դուք ալ նույն մտքով զինվեցեք վասնզի ան որ մարմնով չարչարվեցավ Մեղանչել են դադարեցավ Մարմնով չարչարվող էլ մարդկաս կամքին ամեմատ չի քայլում ան որ մարմնով չարչարվում է հին մարդուց ազատվում է հին մարդուց ազատվողը նոր մարդով նորոգվում է ամեն ու ինչա կատարում որպեսի ալ ոչ թե մարդոց ցանկությունների պես ապրենք ամեն որպեսի ալ ոչ թե մարդոց ցանկությունների պես Հապա աստծոյ կամքի պես ապրենք մեր մարմնի մեջ մնացած ատեն, ամեն։ Որ եթե ապրենք, ասում են նրանք մի ժամանակ, որ ձեր ընկերներն էին, ձեզի կսկսեն հալածել, որտեղ դուք կենթանի հանդիմանություն եք նրանց,
Ձեզի տենալ չեն ուզի, որ ձեզ առած ձեզի կյանք չունեին, ամեն, մեղքի կյանք։ Դու քայլող հանդիմանություն եք, քայլող լույս եք նրանց աչքերի մեջ, որ ծակում է, խավարը չի ուզում այդ լույսը նաև են մեկել ընկերոջ մեջ տարածվի և ազատագրվի դևիճ իրաններից, ամեն։ Հատոր համար պիտի զզվեն քեզանից, հատոր համար պարտադիր պիտի հալածեն, թքեն, հայոյեն ու որքան հնարավոր է քեզ իրանցից հեռու վանեն, ամեն։ Որ հանգարց չլա քո հետ շփվելով քո միջի փառած լույսը ծագի իրենց խավարացած սրտերի մեջ, նրանք էլ գերությունից, ստրկությունից ազատագրվեն, փառախկան բժշկություն գտնեն, ամեն։ Ուրեմն քանի որ Քրիստոս մեզի համար չարչարվեցավ մարմնով, դուք ալ նույն մտքով զինվեցեք, վասնզյան որ մարմնով չարչարվեցավ, մեղանչելեն դադարեցավ։ Նույնը առաջի Պետրոս 5:10-ն ասում, չկա միտեղ կատարյալ սուրբ, ոչ թե սրբացում։ Հիսուս Քրիստոսով սրբվածները նորեկ ծնվածներն են։ Հին անած Քրիստոս ակածները գործնական սրբերն են։ Հիսուս Քրիստոսով սրբվածներ, սուրբեր դառնալու կանչվածներ։ Սրբված և սուրբ լրիվ տարբեր բաներ են։ Մի օրական հավատացյալը սրբվածն է, իսկ սուրբը 18 տարեկան պարապած զինվորն է, ամեն։ Սրանք նույնը կարան լինեն, չեն կարա։ Հիմա տեսեք, նույն առաջի Պետրոսի թուղթը շատ է խոսում այս գործնական սրբության մասին։ Չի ասում ձեզ կանչող սրբի պես դուք էլ սուրբ եղեք, հենց առաջի գլուխ 15-17-ում։ Ու բացատրում է ոնց ելնենք։ Հինը հանենք, Քրիստոս ակնենք, հինը խաչվի, նորը ձևավորվի և նոր ձևավորած Քրիստոս իր կյանքը մեզանից կարտացոլի խավար աշխարհին, ամեն։ Եվ այն ժամանակով, որ մեր սիրտը բանալոք Քրիստոսին կտեսնի մեր մեջ, ներող, սիրող, քաղցրաբարով, պարկեշտ, առաքինի, լեզուն զսպված և մարմինը խաչած, ամեն։ Եվ բոլոր շնորհներու Աստվածը, որ մեզ իր ավիտեգնական փառքին կանչեց Քրիստոս Հիսուսին միջոցով, քիչ մը ատեն նեղություն կրելեն ետքը, ինքը ձեզ թող կատարյալն է, տեսեք կատարյալ դառնալը, Հիսուսի հոգով պիտի լա մկրտության զորությունով, բայց դու կատարելապես գիշեր ցերեկ պիտի նվիրվես Տիրոջը, որ նա գա քեզ կատարյալ սրբություն, զորություն, օրհնություն պարգևի, ամեն։ Դու բան ունես անելու, բաժանվել աշխարհից, նվիրվել Աստծուն։ Լեսնելն ու զորացնել արդեն Տիրոջ գործն է։ Եվ դու չես բաժանվում, չես լեսում, ասում ես, բայց ինչի 10 տարիա չեմ զորանում։ Անխելք որտեղից զորանաս, որ քո ջրամբարը չկա։ Տերը կասում որ գա հաստատվի ներսի մարդու մեջ։ Ներսի մարդը ծնված չէ, մեծացած չէ, չափած դարձած չէ, ասում ես ինչի չեմ զորանում։ Ջրամբարը չկա, խիմն է, սորը ասում ես ինչի աստված չի բերում 3 մետր ջուր լսվի։ Բայց 3 մետրանոց պատերդ կա։ Չէ, Աստված ամենակարողա թող շինա լեսնի, բայց չես թողում շինա։ Ամեն ուրեմն դու պետք է ներսի մարդը պետք է պատրաստ լինի, որ գա հոգու զորությունը հաստատվի ներսի մարդու մեջ։ Ջրամբարը պատրաստ պիտի լինի սրբված անոթ, որեն Եղիսեի ժամանակվա են յուղը լսվի ու երբ ասավել մաքուրաման չկա դադրեցավ յուղը։ Եթե լիներ 1000 ամար էլ կլսներ, որտեղ Աստված չափով չի տալիս հոգին, ամեն։ Ուրեմն բոլոր շնորհներու Աստվածը, որ մեզ իր ավիտենական փառքին կանչե, ում որ նախասահման է նաև կանչե, ում որ կանչե նաև արդարացրե, ում որ արդարացրե հոգով լեսնում է որ փառք հաղթնի, քիչ վատեր նեղություն կրել են ետքը, ինքը կգա մեզ կատարյալ կնե, կզորացնե, կհաստատե, կհիմնի անոր փառք ավիտյանս ավիտենից ամեն։ Ամեն։ Հիմա տեսեք էլի նույն Պետրոս երկրորդ գլուխը, ես չեմ ուզում ծամծմեմ, ես ուզում եմ Աստծո խոսքով, ավելի ճիշտ Տիրոջ հոգի մեջից ուզում եմ Աստծո խոսքով ձեր ներսը ողողի, որ հասկնաք, ավելի շատ խոսքը դավանեք, ամեն։ Խոսքը դավանելով եք դու լսվում։ Խոսքի մեկնությունը, կոպիտ ասած, որակից գցած խոսք է, բարձր դոզա չունի, անարատ խոսքը մեծ դոզա ունի, որ փոխում է քեզ,
Փշրում է կուրքերը։ Ոչ ասում եմ մեկնությունները սխալը ուժ չունի, մեկնությունները որ մեկնում ենք սխալա, չէ։ Մեկնությունները որ տալիս ենք, թելթել ենք անում, որ կաթնակերները կարան մարսեն։ Բայց հասունների համար կոշտ կերակուրն էլ մարսելի է։ Ու այդ կոշտը ավելի մեծ գործակատարում, քան թե թելթել արած մարդկայինորեն բացատրած, ամեն։ Դրա համար ավելի լավ է Պետրոսն ասում մարգարեական խոսքերին ուշադրություն անեք, որ ավելի ճիշտ է, ավելի զորավոր է, ավելի կարևոր է։ Հիմա տեսեք 19-ից 24 ընթերցում եմ առաջի Պետրոս 2-րդ գլուխ 19-ից 24։ Տեսեք ինչի համար է Տերը մեզի կանչե։ Փառավորվելու թե խաչ կրելով, չարչարվելով, հալածվելու եւ հին մարդից ազատագրվելու։ Քանզի Աստծո մե այս շնորհքը, որ հալածանքի դիմարում ես, եթե հալածանքի կարում ես դիմանաս, դու Աստվածանից շնորհք ստացած ես, Աստվածային կյանքն է մեջդ, ամեն։ Քրիստոսն է դիմանում։ Ես ասել մարդը երբեք չի կարծե հալածանքի դիմանա։ Քանզի Աստծո մե այս շնորհքը, երբ մեկը բարի խշմտանքով անիրավ տեղը, զուր տեղը վիշտա կրում, բարի նորեր ես ու քեզի ոտում է։ Բարի նորեր ես ու քեզ հալածում է, այսի ապացուցումը, որ այդ մարդու միջի դևը քո մեջ բնակվող բարերար Հիսուսին է ոտում։ Էլ հարցմի դու, բայց ինչ է մարել որ ոտում ես, լույս ես ակե, կուրացնում ես, զզվանք ես պատճառում դիվահարին, բավոնց չատի։ Եթե դիվարը քեզ սիրում է, ուրեմն 100% իմացի դու ես դիվար։ Եղավ։ Պրոստը լուսո անունի տակ ես դիվար, լուսո որդու անունի տակ ես դիվար, բայց գործերով դու դիվահար ես, դրա համար այդ դևը քեզ սիրում։ Քանզի Աստծո մե այս շնորհքը, երբ մեկը բարի խշմտանքով անիրավ տեղը վիշտ է կրում, դա շնորհալի անձնավորություն է։ Վասնզի գովեստի արժանի ինչ կա, եթե մեղ գործելով ծեծվիկ ու ամփերեք, ինչ օգուտ։ Բայց եթե բարին գործելով կչարչարվիկ ու կամփերեք, ինչպես Քրիստոսը, ասիկա Աստծոյքով շնորհք մնե։ Սա Աստվածանից ստացած շնորհքը, Աստված ծաղր չի լուր շնորհը, ուրիշներին չի տա, բայց իր խոնար սրբերին կտա այն ամփերությունն ու կյանքը ինչի իր մեջ էր բնավ։ Քանզի դուք հենց այս բանի համար կանչվեցաք, լսացիք, դուք կանչվել եք մռմռալու, հալածվելու, չարչարվելով, ազատագրվելու հին մարդուց։ Քանզի դուք այս բանի համար կանչվեցաք, վասնզի Քրիստոսալ ձեզի համար չարչարվեցավ, տեսեք ես ձեր համար։ Ասում է ես իմ սուրբ անձը նորեն կսրբացնեմ ով անեստազիոտ, որ նրանք այդ իմ գնացած սրբացման ճանապարհով գործնական սրբեր դառնան, սրբանան, ամեն, թե չէ Հիսուսին պետք չէր գար այդ խաչը կրեր։ Հիսուսը սուրբ էր, Հիսուսը խաղաղարար էր, Հիսուսը խաղաղության արքան էր, սիրո արքան էր։ Նա եկել այդ ճանապարհը գծել է մեր համար, ինքն էլ որպես մարդ քայլել է, վերջում գնացել է հոր կողքը նստել է, որ ասի զավակս ես եմ ճանապարհը, ճշմարիտ սրբությունը եւ ավիտենական կյանքը։ Կգաս իմ ճանապարհով, կգաս կնստես հոր կողը, ամեն։ Չես գա իմ ճանապարհով, կգնաս կնստես քո հին հոր սատանայի կողքը, խավար, դժոխքում եւ կրակի լճում, ամեն։ Հիմա ես քեզ ճանապարհ եմ ցույց տվել։ Լայնը կընտրես թե նեղը, արդյունքը վարձքերը երկու ճանապարհի մանել վարձ կա, թե չար գործերին կա չար վարձք հատուցում, թե բարի սուրբ գործերին կա բարի վարձք եւ հատուցում, ամեն, ընտրա։ Ասում են նրանք հալածելով պիտի դատապարտվեն, դժոխք գնան Կորինթացիս թուղթը, դուք հալածան կրելով պիտի փրկվեք։ Իմ ինչ եք ուզում, հալածվող շարքն եք կագնում, թե հալածող, հրեշների կողքն եք կագնում, թե հրեշտակների, որոշ հրեշ, թե հրեշտակ, հալածող, անարգող, թե անարգանքն ու հալածանքը տիրոջ նման սիրով կրող, ինչ հեսա Պողոս առաքյալը Փիլիպեցիների ուղերձում մեզի ցույց կտա, ամեն։ Հիմա տեսեք, քանզի դուք այս բարի համար կանչվեցաք,
Վասնզի Քրիստոսալ ձեզի համար չարչարվեցավ ու ձեզ օրինակ թողուց, որպեսզի իր շավիղներին հետևեք, հենց դրա համար է գծե այդ շավիղը։ Անմեղ չգործեց, բայց այսօր ժողովուրդ ասում ենք մարդ կա, որ պետք է հասնի այդ աշճանին, որ մեղ չի գործում, խնդում են ոնց։ Դու Հովհաննեսից սուրբ ես ասում, Հովհաննեսն ասել, որ կոսա մեղ չեմ գործում ստախոսա։ Այս ստախոսը տես չի ասում Հովհաննեսը։ Հովհաննեսն ասում է, ով որ կասի մեղ չգործեցինք, ծնված օրվանից ստախոսա, որտեղ ամենքն էլ Ադամի մեջ մեղք են գործել։ Ոչ թե չեմ գործում հենց հիմա հանած Քրիստոս ակած, մկրտված զորացած։ Անցյալ կատարյալը ներկայի հետ են խառնում։ Անմեղ չգործեց ու իր բերանի մեջ նենգություն չգտնվեցավ։ Շատ հանգիստ բացատրում եմ, ունակ ուղեղ ունենակ կասկանակ։ Ծամում դնում եմ բերաններդ, մենակ Հիսուսին սիրեք, կուլ կտակ ձեր սեփականը կդար։ Անմեղ չգործես, դու էլ պիտի չգործես, ուրեմն երբ հասունանաս։ Ու իր բերանի մեջ նենգություն չգտնվեցավ։ Ասում ես 20 տարի է ես մեղք եմ գործում, ուրեմն լիլիպուտ ես մնացել։ Տարիքդ գնացել է, հասակդ մնացել է, փորձառությունդ մնացել է, որտեղ քեզի դաստիարակող հոգեբարձու չես ունեցել ճշմարիտ սուրբ մարգարե, ամեն, որ ունենայիր ինքդ ճանապարհները ցույց կտար եւ դու գործնական սուրբ կդառնայիր։ Անմեղ չգործեց ու իր բերանի մեջ նենգություն չգտնվեցավ, բայց կնախատվեր ու փոխարենը չէր նախատեր։ Նախատվում էր, համբերում էր։ Դու ինչ ես անում, սիրելի օգի։ 10 նապատիկ ավելի կնախատես։ Լեզվի գոնկա, չէ, լեզվի մրցում։ Սաղմոս 12-ին ինչ ասում, մեր լեզվով պետք է խեղդենք։ Սա կրոնավորի վիճակն է։ Նա նախատվում էր, բայց չէր նախատում։ Բա դու տենց ես։ Նախատողը սատանայի ծառա է, նախատինք կրողը Տիրոջ ծառա է, սիրով, հրճվանքով, գիտենալով, որ այդ իրեն պրեմիա եւ վարձք ամեն։ Բայց կնախատվեր ու փոխարենը չէր նախատեր։ Կչարչարվեր ու սպառնալիք չերներ։ Չարչարողի հանդեպ նեգատիվ լիցքերով չէր լեցվում։ Դու տենց ես, օխ, ես բութուլ կեն գլխի դիլ ես քեկոսի, մե հավատացյալ չլինի ես քեկոսի։ Դու իրոք հավատացյալ չես, դու բութուլ տվող աշխարհիկից ես։ Բայց մարդկաց դեպը ցույց ես տալու թե ես բութուլ տալը մորցել եմ, բայց սիրտը չմորցե, կարևորը սրտին նայելով է դատ լինելու ամեն։ Նախատվում էր ու փոխարենը չէր նախատում, հապա ինքսինք իր դատը արդար դատավորին էր հանձնում ամեն։ Ասում հայր, ներա կույրա չի ասկնում, ներա խնդրում եմ չպաջես, բայց հայրը աննար անպատիժ թողեր։ Բայց դու անգամ ասա ես արժանի եմ, ես ինձի կոփում է, անարգում է, որ ես վերածնվեմ։ Ես ինձի թքում անարգում է, որ ես վերափոխվեմ։ Հիսուս ջան, քո նման դառնամ, ես մարդն ինչ մեղք ունի, որ դու ես հրաման տվե, ամեն։ Դու այս հոգեբանությունն ունի, որ ինքն եկել է իմ մազոլները տրորում է, որ ինձ թարախի պարկերից ազատի։ Սա օգուտ է տալում Տեր ջան, խնդրում եմ հասկանալով բարեխոսա, իր օրազները մեղ մի սեպի, դու իմ որդուն, իմ դուստրին, իմ կողակցին օգտագործում ես իմ հորը, իմ մորը, որ ինձ թարախային պարկերից մաքրես։ Հիմա ես մարդիկ ինձի օգուտ են տալիս, թե վնաս, օգուտ, բա ոնց պոջես, խնդրում եմ իմ հանդեպ համար չպոջես իրեն։ Ուրիշ բանի մարկը պոջես, բայց ինձ ինքը օգուտ ատվե, ես սիրում եմ իրանց ամեն, ինչպես Հովսեփն ասավ, դու վնաս չեք տվե, դու օգներ եք ինձի։ Դու որ չլայի, ես ստե չէի գայս փարքին, չէի տիրանայի, հեսօր էլ ձեզի սովից չէի փրկի։ Հիմա դու ինձ օգուտ եք տվե, թե վնաս, բայց դե եղբայրները չէին հասկանում։ Հետո վերջում հələ որ Հակոբը մեռավ, ասում են մեր իրը բանա էլի ուխտոնել ա տվե հանգարց մեր կյանքին վնաս չտաս։ Իրանք իրանց մտածածի պես էին Հովսեփին ճանաչում, որ հոր խաթերներել է, հեսա հորից հետո մեր սերը կտա, ամեն, այսի եսասեր մարդու մտածելակերպն է, չեն հասկնում, որ Հովսեփը ուրախանում էր, ցնծում էր, որ այդ չար բան պատավ։
Հիմի ողջնում էր պետապրեսի կնգան, որ պետապրեսի կնիկ այդ որոգայթը չլարեր, մատուրվակապետին չեր հանդիպի բերթում։ Մատուրվակապետն էր Հովսեփի անունը չերտի փարավոնի առաջ։ Իրականում կմներ պետապրեսի տունը թալվը չի։ Օրհնվեր պետապրեսի անառակկինը։ Չէ, եկի ոչ թե դու բնազդով ասեք, օրհնվի արսդ, օրհնվի տղետ, օրհնվի հերդ։ Իրոք են ասորտություն թափի գլխին ապաշխարի։ Օրտություն նետիա, որ ինքն արի թելավ ես ձևի օքեպես աճա է բարգավաճա, ամեն։ Եսի ոչ թե դու բնազդով կրկնեք, հասկնալով։ Եթե նա չլիներ դու տես չիր կոտրվի, չիր փշրվի, Աստծուն չիր մոտիկանի այսքան։ Եվ պտղաբեր չիր դառնի եւ Աստված էլ տունը տեղը չեր օրտի երջանկություն շնորհեր քեզ, ամեն։ Անմեղ չգործեց ու իր բերանի մեջ տենգություն չգտնվեցավ, բայց կնախատվեր ու փոխարենը չեր նախատեր, կչարչարվեր ու սպառնալիք չերներ, հալածում էր սեր հայներ իր կույրա չի ասկնում, և դու աղոտքի գրքի մեջ ես, փարաբանության ցնծության մեջ, Ստեփանոսի նման քարեր տան գլխիդ բանի տեղ չես դնում, ախ ես կոսես տերժան ողորմա ես կփողին ու կգնաս առաջ, բայց որ դու տիրոջ մեջ չես, եսասիրության մեջ ես, ամեն նայվածքով քեզ ատողին կհակադարձես ու ավելի մեծ ատելություն կթափի քեզ արից իրա գլխին, ամեն։ Բայց կնախատվեր ու փոխարենը չեր նախատեր, կչարչարվեր ու սպառնալիք չերներ, հապա ինքսինք արդար, դատավորին իր դատը կազդեն, ամեն, որ մեր մեղքերը իր մարմնով խաչապայտի վրա վերցուց, որպեսզի մենք մեղքի ազատվենք ու արդարության համար ապրենք, որում վերքերով դուք բժշկվեցաք, ամեն։ Նրա վերքերով ենք բժշկվել։ Հասկանում եք, տեսեք Պետրոսը քանի անգամ տարբեր թուղթերի մեջ քանի ձևի է բացատրում, որ մենք հասկանանք, եթե Տերը հրաման տված չլար, ինքո գլխի մի մազը գետին չէր կարակցեր։ Դուք հավատում եք Տիրոջ այս խոսքին, զավակս, եթե իմ կամքը չլինի, մազը գլխիցդ գետին չի ընկնի։ Հիմա տեսեք առաջի Թեսաղոնիկեցիս 2:13-14, ասոր համար մենք հալ անդադար կգոհանանք Աստծմե, որ մեզ մե Պողոստա խոսում էսի, խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք, հապա ինչպես ճշմարիտն է, որպես Աստծոյ խոսք, որ նաև կներգործե ձեր մեջ, որուն կհավատաք։ Հասանք կարևոր թեմային։ Քանզի դուք եղբայրներ նմանեցաք Աստծոյային եկեղեցիներին, որոնք Հրեաստանի մեջ էին, ամեն, սուրբ, անարատ եւ անբիծ։ Հիսուսի նման սուրբ էին։ Եվ ինչը նպաստեց, որ հասան այդ հասակին։ Քրիստոսիսով, վասնզի դուք նույն չարչարանքներն ու հալածանքները կրեցիք ձեր համազգիներեն, ինչպես անոնք հալրյաներեն։ Տեսակ, առաջի տարի սուրբ անարատ եկեղեցու ասակ ունենալու համար պիտի թողես աշխարհը, փոխվես, աշխարհի պղծված կերպարանք չստանաս, շնացող անունը վրիցը ջնջվի, և դու սկսես հալածվելով նմանվել Հիսուս Քրիստոսի առաջի դարի սերբերին ու նրանց հավատքի հասակն ունենաս, ամեն։ Քրիստոսի լման ասակ գերազանց գիտություն ունենալու համար հիմա կկարդամ Պողոստին չասում, անոր գերազանց գիտությունը ունենալու համար դու պիտի հալածվեք ու չարչարվեք, այդ արտասված հովիտը պիտի աստեք, Փիլիպեցիս 3:8-10 Իրա բոլոր բաներն ալտև է 7-ից կարդամ, բայց ինչ որ ինձի շահեր, հլը մտածա դու սենց ես, ես ասեր նավարկության ժամանակ ինչը որ քեզի շահեր, զանիկա Քրիստոսի գործի համար վնաս սեպեցի, որ բոլոր ես ասեր գործերը, կուրքերը, կրքերը, նպատակները չարիք են հոգևոր գործին, ամեն, որտեղ եսը խառնված ան մզով կա այդ հոգու վրա, որտեղ եսը չկա օրհնանքա այդ հոգու վրա թափվելու, ամեն։ Ուրեմն, բայց ինչ որ ինձի շահեր, զանիկա Քրիստոսի համար վնաս սեպեցի, եւ իրա բոլոր բաներն ալ վնաս կսեպեմ, ես ասեր բաները, իմ Տիրոջս Քրիստոս Հիսուսի գերազանց գիտության համար,
որու համար ամեն բան է զրկվեցա եւ աղտեղություն կսեպեմ, որպեսի Քրիստոսը շահիմ ու իր մեջ գտնվիմ։ Իրան մեջ մտնելու մարսմիտն ինչ ասում, հաղթելու համար պետք է հանձնվել, ապրելու համար պետք է մեռնել։ Ամեն ինչ Աստծուց ստանալու համար ամեն բան Աստծո գործի մարտի զոհաբերես, եւ կստանաս լավը, կստանաս նորը, ամբիցը, անարատը, Քրիստոսանմանն ու զորավորը։ Ու տեսեք ինչը որպեսի Քրիստոսը շահիմ ու իր մեջ գտնվիմ, ոչ թե իմ արդարությունս ունենամ, որ օրենքեն է, հապա Քրիստոսի հավատքով եղած արդարությունը, որ Աստծո է հավատքով, որպեսի ճաշնամ զանիկա անոր հարության զորությունը ու անոր չարչարանքներին աղոտ լինեմ, անոր խաչակրությանը, անարգանքին, թքին, հալածանքին, հայոյանքին, անոր չարչարանքներուն հաղորդլամ, անոր մահվան կերպարանքն առնելով, որպեսի մեռելներու հարության զորությանը հասնիմ։ Իսկ դու ասում ես, ինչու պետք է ինձի հալածի։ Ես ինչ եմ արել, որ ինձի քրֆում է, հայոյում է, ծեծում է, տախտակով գլուխս բացում է։ Այսիա կարևոր, որտեվ դու իրա թշնամուն ես ծառայում։ Նա սատանայի ծառայից դու սատանայի թշնամի Հիսուս Քրիստոսին ծառայելու, Տեր ու Փրկիչ ընդունելու եւ երկնք գնալու ճամփենս բռնե։ Հերիք չէ որ սրա համար քեզ սպանի։ Բայց կյանքն ու մահը Տիրոջ ձեռքերի մեջն է, եթե Տերը թույլ չտա, ոչ ոք չի կարա քու գլխից մի մոզ գետին գցի, ամեն։ Դրա համար հենց խաչի գայթակղությունը, խաչի ճանապարհի հալածանքը, որ Պողոս առաքյալն ասում էր խափանված է այսի հետ, երբ դու հրիայի նման ուզում ես քո անձի ուժով քո անձի փառքի հետևից ես վազում եւ ուզում ես քո անձի ուժով ասում ծառայես, սատանան ուրախանում է եւ ասում է շատ լավ է, խափել եմ։ Բայց հիմա տեսեք նույնը Հովանու ավետարան 16-րդ գլուխ 20-ից 23-ն ընթերցում, որ կնոջ ղիության ցավերի հետ է համեմատում, որը ժամանակավոր է, մեր խաչելության հոգևոր ղիության ցավերը։ Նույնը Հայտնություն 12:1-ից 5 ընթերցեք։ Կինը ղի էր ծնանալու համար ցավ քաշելով կպորար, ամեն, էտել հրյաների ապաշխարությունն էր, բայց ես չեմ ուզում թեմայից չեղրենք, որտեվ շատ համարներ կա, ժամանակը չի երիքի եւ հոգնեցուցիչ չեմ ուզում լա, որ դուք լավա կենտրոնանաք 5 համարի վրա, այս 5 համարը հերիքա ձեզի ճշմարիտ հիմքեր դնեն, եթե 5 համար ես գրքից բերում եմ, որ պետք է տառապես նորազատագրվես, Աստծո սրբությունը ստանաս, չես կարա լոկ 1 համար գտնես, որ գրված լինի դու պետք է փառավորվես, մեծարվես, նորին մարդուց ազատվես։ Չկա Սուրբ Գիրքը ակասական բառեր չի գրե, հին ուխտում եւ նոր ուխտում նույն օքիով գրված եւ հոգով, սրտով, շնչով միաբան խոսքեր ու խորհուրդներ են գրված։ Ամեն։ Որ մի խոսքը քեզ ատասականա թվում, դա մարմնավոր կամ դիվային շնչով ես հասկացել։ Ամեն։ Կամ էլ լրիվ ծուրն ես հասկացել, ոնց քեզ հարմար է։ Թե չի կարա Սուրբ Գրքի խոսքերը իրար հակասել։ Հայտնություն 16:20 մինչև 24։ Տեսեք ինչա ասում, որ ուղիով պիտի գնաք, որ պտղաբեր դառնաք։ Ճշմարիտ կսեմ ձեզի, դուք պիտի լաք ու ողբակ, դու պիտի տառապեք, ցավ քաշեք, ղիության այդ ցավերը արտասված հովիտը պիտի ասնեք, որ պտղաբեր դառնա։ Դուք պիտի լաք ու ողբակ, բայց աշխարհը պիտի ուրախանա, աշխարհը ցնծում, աշխարհը խնդում, ասում է ցնդած, ուրեմն քեզ նայի ու մեզ նայի։ Այո, խաչված Քրիստոսը ուրիշ վիճակի էր։ Գահին բազմած Հիսուս Քրիստոսը ուրիշ վիճակի էր։ Ասում նայեք Բեթլեհեմում ծնված Հիսուսը մանուկ, անկարող, չէ։ Խաչի վրայի, այդ խաչի ճանապարհի մեջ գտնվող Հիսուսը իշքան մեղք է, չէ, սա թքում ալացումին, լացում էին, ասում էր կացեք ձեր վրեն լացեկով Երուսաղեմի եսասեր կանայք։ Բայց հարուցյալ առած ու գային բազմած Հիսուսը նայեք։ Երանի են չէ տալիս, այդ երանությանը հասնելու մարդ արտասված հովիտ անցնես, պետք է թքեն, պետք է հիմար ճանաչեն քեզ։ Անոնք որ կուզեն ասում է իրականից
Աշխարհի մեջ իմաստունի անուն վաստակեն, Աստծո համար իմաստունի անուն վաստակեն, աշխարհի մեջ հիմարի անուն պետք է վաստակեն։ Աշխարհը քեզ ցնդած, քշված պետք է տեսնի մոլերանդի պես նվիրված Տիրոջ։ Ամեն, քանի էսի չես արել, Աստվածային իմաստությունը անջար չես ստանա, ինչքան էլ էս իմաստուն քարոզները լսես կմոռանաս վաղը։ Չես կարա մատուցանի եւ չես կարա քո համայնքի հոգեվոր հասակը հանի այդ քարոզի հոգեվոր հասակին, որտեղ կրկին ու կրկին Օսվալդ Սմիթն ասում է ինչովիվնա այդ հոգեվոր հասակը դրանից մեկ քիչ կլինի հոտը։ Քարոզիչը չի կարա քարոզի հասակին բարձրացնի իրեն հանձնված հոտը։ Քարոզիչը կարա իր հասակին, իր ապրած կյանքի նման դարձնի հոտ, այնպես որ եթե քարոզիչը կյանքը չգիտի, կյանքի քարոզները տալով կյանք չի ձևավորի հոտի մեջ։ Քարոզիչը պետք է կյանքը ապրի եւ իր ապրածից ավելի քիչ քարոզի, ամեն։ Քարոզիչն ավելի սուրբ պիտի լինի, քան թե իր քարոզած քարոզը։ Բարձա, որ հոգիները ուզեն հասնել այդ մակարդակին, խաղուպար լինի քարոզիչին ճանապարհը ցույց տալ, ամեն, հանգիստ։ Ուրեմն դուք պիտի լաքու ողբակ, բայց աշխարհը պիտի ուրախանա։ Դուք պիտի տրտմեք անպայման այդ արտասված հովիտնա ձեզի պտղաբեր դարձնելու, ինչպես ցավերն են կնոջը տանելու դեպի հղիության ճանապարհը։ Վերջնական, ու քանի մանուկը մեծանում է կնոջ որովայնում, ինչպես Հիսուս մանուկը քո որովայնում է մեծանում, այնքան ավելի մեծ փոթորիկ ու փորձություն ու ցավերակի դկրում, ամեն։ Սակայն ձեր տրտմությունը ուրախությամբ պիտի փոխվի, երբ ծննդաբերեք, հոգևորապես էլ երբ մկրտվեք եւ Քրիստոս լույս աշխարհ գա, ամեն։ Կինը երբ ծնանալու վրա է տրտմություն կունենա, վասնզիր ժամը հասած է, բայց երբ տղան ծնանի, ալնեղությունը միտքը չի բերեր ուրախություն են քանի, որ մարդն աշխարհի է, կավամեն էլ ճիշտ կասա իր լավ էր, ոյ օրհնվերիս ցավերը տվող Հիսուսը, օրհնվերիս կարգ ու կանոն դրողը, որ ժամանակավոր ցավեցի, բայց հիմա վայելում եմ ավիճան։ Այսա, երբ դու հավատքի օգուտները տեսնում ես, ցնծում ես, ասում ես ինչ լավ էր դառը բաժակը չտվի ուրիշին։ Հիմա տոսմի տարեք դուք խմեք։ Բայց Հիսուս ասավ ոչ անպայման պետք է դառը բաժակը խմեք։ Այն խաչելության, այն մկրտությունն էլ որ ես անցել է մտովել պետք է մկրտվես Զեբեդոսի որդիք։ Իմ աչու ձախ կողմը նստելն էլ արդեն քո գործը չէ, ինքա կփախնես պաշտոնից։ Քեզ զորով կբերեն, կնշանակեն, ամեն։ Հիմա տեսեք, իրավի հիմա դուք տրտմություն ունիք։ Բայց ես ձեզ նորեն պիտի տեսնեմ, նոր օծություն, նոր զորություն, սա երկրորդ զորությունն է, որ հենց մկրտության, քո մոխրանալու եւ Քրիստոսը թագավորելու զորությունն է, ամեն։ Բայց ես ձեզի նորեն պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լան, ու ձեր ուրախությունը մեկը ձեզ մե պիտի չհանե, վերջ։ Այն օրը ինձ մե բանը պիտի չարցնեք, ճշմարիտ կսեմ ձեզի, թե իմ անունովս մկրտվելուց հետո ձեր մոխրանալու եւ Քրիստոսը ձեր մեջ թագավորելուց հետո իմ անունով ինչ որ խնդրեք օրմե պիտի տա ձեզի, որտեւ այլ ես չեմ Քրիստոսի հոգին ա խնդրում հորից։ Եվ ասում է հայր ես գիտեմ որ միշտ ինձ լսում ես եւ այս ժողովրդի համար խնդրեցի որ տեսնեն դու իմ հետ ես անունդ փառավորվի, ամեն։ Եթե իմ անունովս ինչ խնդրեք օրմե պիտի տա ձեզի, մինչև հիմա իմ անունովս բան մը չխնդրեցիք, խնդրեցեք ու պիտի առնեք, որպեսզի ձեր ուրախությունը լմանը լա, ամեն։ Ցնծաս, ուրախանաս, որ դևերը քեզի որտեղ տեսնում են խարխափած փախչում են։ Եվ վերջինը երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 12 խոսք։ Տեսեք Պողոս առաքյալը դրանից առաջ ասում է նայեք իմ վարմունքիս, գործունեությանս, դիտավորյալ քայլերիս, որովհետև կա դիտավորյալ բաներ խոսի, քեզի դիտավորյալ մազոլները տրորի, ամեն։ Տեսի դու իրոք սիրում ես ովիդ թե չէ։ Թե սիրում ես այն ժամանակ, երբ նա քե իրականից բարիք անում։
ատում ես նրա երեսը չես ուզում տեսնես, երբ հանկարծ ինքը քո ամենասիրած կուրքի մազոլներն է տրորում ու գնաց չարությունը ժայթքում է քեզանից։ Տեսեք, իսկ դու ծանոթացիր իմ վարմունքից 10-ից եմ կարդում, բայց մեր բուն քարոզի թեման 12-ում է։ Իսկ դու ծանոթացիր իմ վարդապետությանս, վարմունքիս, նույնը ես եմ ասում Պողոսի պես։ Դիտավորությանս կամ մազոլիկները տրոր եմ դիտավորյալ։ Դերամ ինչ է ժայթքում, թույն թե բարեխոսանք, աղաչանք։ Հավատքիս, երկայնամտությանս, սիրուս, համբերությանս, հալածանքներիս ու չարչարանքներուս, որոնք ինձի պատահեցան Անտիոքի և Իկոնիոնի ու Լիվստրայի մեջ։ Գիտես թե ինչպիսի հալածանքների համբերեցի Տերովը։ Եվ Տերը ասատեց զիս այս ամենեն։ Տեսեք, սա կարևոր և անբաժան մասը էլ է Պողոսի համար։ Եվ ամեն անոնք, որ կուզեն աստվածպաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի կրեն։ Ու ես հալածանքի խաչելության ճանապարհը, եթե կարևոր չլիներ, 3-4 ավետարանների մեջ չեր գրվի, ամեն։ Բոլոր տեղերում կա խաչելություն և արություն, որտև սրանք իրոք մեզ պարգևում են վերի օծությունը, հատկապես հարություն առնելը, որ միշտ գրված է 3 օծության՝ ծնվել, մկրտվել, հինը հանելու հոգով մկրտվել և երրորդը Հովհաննեսի հարությունով հաղթելու եպիսկոպոս դառնել, ամեն։ Ծնվելով եկեղեցու անդամ ես դառնում, հին անելով Քրիստոս, հաղթելով Քրիստոսի կինն ես դառնում, եւ այտենց մկրտված զորացած վիճակում, երբ հավատարիմ ծառայում ես, երրորդ օծությունը հագնելով Հիսուսի լման ամբից անարատ հասակն ես ստանում, ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Ուրեմն ամեն անոնք, որ կուզեն աստվածպաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի կրեն։ Եթե քեզ չեն հալածում, եթե քեզ չեն չարչարում, եթե քեզի անարգանք չեն տալիս, ուրեմն իմացի, որ դու Տիրոջ հոգով չես քայլում։ Որովհետև դա պարտադիր է, եթե դու իրականից լույս ես, խավարը պիտի զզվի քեզանից, խավարը քո հետ կեղծ պիտի լինի, խավարը պիտի առիթներ որոնի քեզ հալածելու, ծաղրելու, ձեռառնելու, փնովելու, քո հավատքից քեզի գցելու, բայց դու պիտի Տերով զորանաս եւ խավարի գլուխը լուսո մուրճերով ջախջախես, ամեն։ Կանգնենք աղոթքի, խնդրենք Տիրոջը, որ իրականից Տերը բոլոր լսողներին արթնացնի, թե կրոնի մեջ, թե եկեղեցու մեջ, ելնեն եւ իրենց ճանապարհը շտկելով նեղ ու փշոտ ճամփեն քայլեն, որտեվ իրոք այդ ճանապարհն է Հիսուսին տարող ճանապարհը, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հովհաննես 14:6, ամեն։ Ոչ ոք չի գնա հոր մոտ, ուրիշ ճանապարհ չկա, եթե ոչ իմանցած այդ խաչելության ճանապարհով։ Փառք ես քանչելի Հայր, փառք ես գովելի Տեր, փառք ես երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տերս։ Շնորհակալ ենք քեզանից այս պատգամի համար, այս անդիմանական քարոզի համար, այս օրդորանքի համար, որ մեզ օրդորում ես, որ անպայման խաչը վերցնենք դեպի Գողգոթա գնանք։ Անունդ փառավորվի, անունդ մեծարվի, միշտ որտեղ որ մենք խաչի սիրահար լինենք, որտեղ խաչն է երկինքի դրամ բանալին, առանց խաչի փրկություն չկա, Տեր Աստված, առանց խաչի պտղաբեր կյանք չկա, սիրելի Քրիստոս, որտեղ որ խաչը մեր կյանքից անպակասը լա, որտեղ Մարկոս ավետարանում դու ասում ես, որ ամեն մարդ իրականից համով է դառնում այդ խաչակրությամբ, ինչպես ամեն միս համով է դառնում աղի միջոցով, աղը աղեկ բան է, որ խորհուրդն է հալածանքի խաչի, ձեր անձերում ասեցիր աղ ունեցեք և իրարու հետ խաղաղություն ունեցեք, փառք ես քանչելի Հայր, փառավորվիր ու մեծարվիր Հայր ավիտենության, Որդուդ Հիսուսի անունով, ամեն։